Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հայաստանը այցելել Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության եւ համագործակցության հարցերով փոխկարտուղարի տեղակալ Ալեյշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը։ Դունկանի որպես փոխկարտուղարի տեղակալի հիմնական գործառույթները ուղղված են միջուկային ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, անվտանգության նորմերի պահպանման վերահսկմանը, միջուկային զենքերի չտարածման, միջազգային պարտավորությունների կառավարմանն ու քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառմանը։ Այս պաշտոնի տրամաբանության շրջանակներում այցն ամենայն հավանականությամբ կապված է մի կողմից Մեծամորի ատոմակայանի անվտանգության եւ ապագա շահագործման հարցերի շուրջ քննարկումների, մյուս կողմից Հայաստանի էներգետիկ ռազմավարության հնարավոր վերակողմնորոշման հետ։ Հայաստանը այս պահին կանգնած է մի բեկումնային կետում, երբ հետպատերազմյան աշխարհակարգում ձևավորվում են նոր առանցքներ եւ էներգետիկ անվտանգության այս process-ի առանցքային բաղադրիչներից մեկն է։ Մեծամորի ատոմակայանի շահագործումը երկար ժամանակ ապահովում է ռուսական տեխնոլոգիական վերահսկողությամբ, իսկ դրա վրա հիմնված էներգետիկ համակարգը կախվածությամբ Ռուսաստանի Դաշնության միջուկային ու վառելիքային մատակարարման շղթայից է։ Միացյալ Նահանգների ներկայությունը այս ոլորտում ոչ միայն տեխնոլոգիական այլընտրանք է, այլև քաղաքական ազդակ, որ Հայաստանը կարող է նոր գործընկերների հետ վերաիմաստավորել իր էներգետիկ անկախությունը։ Բացի անվտանգության հարցերից հնարավոր է քննարկվեն նաև միջուկային կրթության, փորձի փոխանակման ու տեխնոլոգիական վերապատրաստման ուղղված ծրագրեր, որոնք կարող են Հայաստանին դարձնել առավել ինտեգրված միջազգային համակարգում։ Միացյալ Նահանգների կողմից նման բարձր մակարդակի պաշտոնյայի այցը Հայաստան, բացի այսպես ասած շատ երկրներին ուղղված, հատկապես երբ խոսքը գնում է ոչ միայն ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ պետություններին, սա նշանակում է, որ Վաշինգտոնում Հայաստանի նկատմամբ դիտարկվում է ոչ միայն պաշտպանական կամ քաղաքական, այլ նաև տեխնոլոգիական ու ռազմավարական վստահության որոշակի շեմ, ինչը պայմանավորված է Հայաստանի վերջին ամիսների արևմտամետ ուղղությամբ իրականացվող քայլերով։ Դունկանի այցը կարող է նաև դիտարկվել որպես պատասխան Ռուսաստանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող էներգետիկ ու ռազմական պատանդառության քաղաքականությանը։ Եթե Մեծամորի ԱԵԿ-ը մնում է բացառապես ռուսական վերահսկողության տակ, ապա Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը սահմանափակված կմնա։ Ուստի ամերիկյան ներկայությունը կարող է ընդլայնել տեխնիկական ընտրության շրջանակը, ներառելով արևմտյան ստանդարտների ու մատակարարման անվտանգ ուղիներ։ Այս համատեքստում այցը չի սահմանափակվում միայն մասնագիտական ոլորտով, այն ունի հստակ քաղաքական ուղերձ։ Հայաստանի էներգետիկ ապագան կարող է կառուցվել առանց Ռուսաստանի ներգրավվածության, եթե Հայաստանը ստանձնի ինստիտուցիոնալ պատասխանատվություն, թափանցիկություն եւ միջազգային նորմերին հավատարմություն։ Միաժամանակ այն ցույց է տալիս Միացյալ Նահանգների պատրաստակամությունը գործնական աջակցություն տրամադրել այդ անցման ճանապարհին։ Այսպիսով Ալեյշիա Դունկանի այցը ոչ միայն միջուկային ոլորտում փորձի ու համագործակցության քննարկում է, այլև խորքային քաղաքական մեսիջ է։ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանը որպես այնպիսի գործընկեր, որի հետ կարելի է զարգացնել էներգետիկ անվտանգություն հիմնված վստահության, ինստիտուցիոնալ ինքնիշխանության ու Ռուսաստանի ազդեցությունից դուրս մնալու պատրաստակամության վրա։ Հիշեցնենք, որ նախորդ տարի համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգության մասով ռազմավարությանը, հայտարարեց, որ կառավարությունը կայացրել է ռազմավարական որոշում, որ մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան։ Իսկ այս տարվա հունվարին տեղեկատվություն տարածվեց, որ Երևանն ու Վաշինգտոնը սկսում են բանակցել 1-2-3 միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ։ Այս փաստաթուղթը ընդհանուր ուղղակի հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներում գործող միջուկային ոլորտի ընկերությունների հետ ունենալ համագործակցություն։ Դա կլինի գործող ատոմակայանի մասով, դա կլինի ընդհանրապես ոչ ատոմակայանի, բայց միջուկային ոլորտի, միջուկային էներգետիկայի մասով, ընդհանրապես թե նոր ատոմակայանի մասով, հայտարարեց էներգետիկայի ոլորտի համակարգած նախկին փոխնախարար Հակոբ
Վարդանյանը։ Եվ այս պահին զրուցելու է ատոմային էլեկտրակայանների շահագործման գերհետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես, պարոն Պետրոսյան, նախ անդրադառնանք ամերիկյան ատոմակայանների ընդհանրապես դերին, ազդեցությանը եւ որքանով Հայաստանը պիտի գնա, այսպես ասած, մոդուլյար ատոմակայաններ ունենալու ճանապարհով եւ առհասարակ Դունկանի այցը ինչ կարող է տալ այս առումով։ Հայաստանը վարչապետի մակարդակով դեռ նախորդ տարի հայտարարել է մոդուլյար ատոմակայաններ ունենալու անհրաժեշտություն մասին եւ որպես ռազմավարություն այն հռչակելու մասին եւ հիմա այսպիսի կարևոր այց կա Միացյալ Նահանգներից ինչ սպասել համեցեք։ Նախ ասեմ, որ անցած անգամ ձեր գոլեգայի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ որոշ բարձաբանումներ ես կարողացա տալ իմ կարծիքով, որ հիմա դեռևս չի ավարտվել ընտրության փուլը, որովհետեւ կան առաջարկներ տեխնիկա էկոնոմիկ հիմնավորումները ամերիկյան կողմը տվել է մեզ, բայց դեռ կան այս վերջնական որոշում կայանելու հարցում կան եւ խնդիրներ, որով մենք այդ հարցերը առաջ ենք քաշել Միացյալ Նահանգների համապատասխան կազմակերպությունների առջև, այնտեղ կա S&L մի կազմակերպություն, որը իր վրա Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրեն վրա պարտականություններ վերցվել, այնտեղ նայվում ենք 4 տիպի ատոմային էլեկտրակայաններ, այդ թվում մոդուլյար բլոկներ եւ կա նաեւ ռուսական կողմից առաջարկություն, որը տարբեր տեղեր շահագործվում է եւ կառուցվում է եւ գտնվում է նաեւ կառուցման փուլում։ Դրա համար բերեք այսպես հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել, որ մենք կարողանանք կողմնորոշվել, ունենք հարցեր, թե երբ առաջի բլոկ ամերիկյան կողմերը մոդուլյար ռեակտորներով բլոկներ կկառուցեն, մեզ ձեռք է տալիս, որ շահագործվի, որովհետեւ գոնե մի 2-3 տարի տեսնենք ինչպես է շահագործվում, որ դրանից հետո կարողանանք ռեալ ասենք։ Այդ իսկ պատճառով բերեք այս հարցը տնենք կողքի, այլ նաեւ Տիգին Ալիշա Դունկանի ղեկավարած պատվիրակությունը, որը այցելեց երեք Հայաստան եղավ ատոմային էլեկտրոկայանում, այնտեղ մասնակցեց նաեւ այդ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Եվրոմիության ներկայացուցիչը եւ Հայաստանի կողմից ատոմակայանի ղեկավարությունը, ինչպես նաեւ կարգավորող մարմնի ներկայացությունը, նոր ատոմակայանների շահգործման ինստիտուտի ներկայացուցիչներ, ընդհանրապես ատոմային էներգետիկայի բնագավառի կարող եմ ասել այն կազմակերպությունների ղեկավարները, որոնք այսօր գտնվում են կան եւ գոյություն ունեն։ Այսպես եւ այցի նպատակը նա էր, որ ասեմ, որ երկար ժամանակ հայկական ատոմային էլեկտրակայանը մեծամասշտաբ տրենաժոր չի ունեցել, դա շատ մեծ բաց էր համարվում մեր ատոմակայանի համար։ Այն նպատակը նա էր հիմնական այցի, որ հայ-ամերիկյան ծրագրի շրջանակում մշակվել էր այդպիսի տրենաժոր եւ արդեն, այսպես ասած, աշխատանքներն ավարտված են եւ շատ արդեն նրա վրա կարողանում են դասեր անցկացնել, բայց միջև դրա այդ մանրուքներին ասել է, ես մի բան եմ ուզում ասել ամերիկյան կողմի համար, որ էներգետիկայի դեպարտամենտի կողմից 1900, երբ որ երկրորդ անգամ թողարկվեց հայկական ատոմակայանը, իդեպ այս տարի լրանում է 30 տարի նոյեմբերի 5-ին, 1990 թվականից մինչև օրս միլիոնավոր դոլարներ են ներդրվել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի միջոցառումների բարձրացման ուղղությամբ միլիոնավոր դոլարներ, եւ սա ես վստահ կարող եմ ասել, որ դա անհնար է առանց այդ միջոցառումների մենք միևնույն է, այդ միջոցառումները պետք է կատարենք եւ դրա վրա մեծ գումարներ է ծախսել եւ դա ազդել է նաեւ, որ այսօր ատոմային էլեկտրակայանի սակագինը բավականին ցածր է, որովհետեւ այդ նման օգնությունը
շատ մեծ դեր խաղաց ատոմային էներգիայի անվտանգության մակարդակի բարձրացման 1999 թվականից մինչև օրս։ Եվ կատարվել է շատ լուրջ աշխատանք եւ պետք է գովելի է դա, որ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի կողմից իրեն ազգային լաբորատորիաների միջոցով հատկացված օգնությունը եղել է ռեալ եւ աշխատանքները ինչ նախագծեր որ նրանք ձեռնարկել են հետեւել են որ դա միջև վերջ հասնվի եւ հասնի իրեն նպատակին։ Այդ ես կուզենայի անպայման նշել, շատ պետք է մենք դա գնահատենք։ Եվ ահա ասեմ որ 95 թվականից հետո բոլոր միջազգային կազմակերպությունները ՄԱԳԱՏԵ լինի դա վանո տարբեր միսիաներ որ այցելել են հեղինակավոր միսիաներ առաքելություններ որ կատարել են ատոմակայան միշտ նշել են որ ատոմակայանը պետք է ունենա մեծամասշտաբ վարժասար որովհետև Չեռնոբիլյան վտարից հետո Չեռնոբիլյան վտարը ընդհանրապես 3 կոմպոնենտներ է ներառում իր մեջ ամենակարևորը դա մարդկային գործոնն էր սխալ թույլ տալն էր օպերատորի եւ որոշում կայացվեց նախկին խորհրդային միությունում որ պետք է բոլոր ատոմակայանները ունենան դե աշխարհի մակարդակով էլ այդպես բոլոր ատոմակայանները պետք է ունենան ուսումնավարժական կենտրոն եւ հագեցված լինեն մեծամասշտաբ տրենաժով այդպիսի խնդիր հանձնարարվեց նաեւ այսօրվա մեր Հայատոմ ինստիտուտի 87-88 թվականներին մշակվեց տեխնիկական առաջադրանք, որ հայկական ատոմակայանի համար ներդրմշակվի եւ ներդրվի մեծամասշտաբ վարժասրահ։ Իդեպ ուզում եմ նշել, որ նախկին խորհրդային միությունում սովետական հաշվիչ տեխնիկայի բազայի վրա առաջին մեծամասշտաբ տրենաժորը Վորոնեժի 5-րդ բլոկին մշակվել է այս ինստիտուտում, Հայաստանի ինստիտուտում եւ Փառք ու Պատիվ այդ մասնակիցներին, որ միջև որսել այն շարունակում է շահագործվել եւ 2 տարի առաջ Ռոսատոմ կորպորացիայի առաջին տեղակալ պարոն Ալենինը այցելեց Հայաստան եւ մեր նախարարին տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարին շնորհակալություն հայտնեց, որ այդ մշակումը միջև օրս շահագործում է։ Եվ շատ ցավալի է, որ մենք միջև նոր ստացանք տրենաժոր, ուզում եմ ասել, որ 89 հետո դեպքեր կատարվեցին, իհարկե տեղյակ երաշար ատոմակայանը սառեցվեց 89 թվականին, որից հետո մենք էներգետիկ կրիզիս, միակ ճանապարհը ատոմակայանի վերաթողարկում էր եւ 95 թվականին թողարկվեց դրանից հետո մոտեցանք հասկանանք ինչ անենք որ այս բացը ցագենք փակենք եւ այդտեղ մեզ օգնության հասավ Եվրոմիությունը եւ նրա օժանդակությամբ մշակվեց բազմաֆունկցիոնալ կոմպյուտերային ոչ մեծամասշտաբ տրենաժոր որը բավականին երկար Հայատոմ ինստիտուտը Կորիս ֆիրմայի ֆրանսիական Կորիս ֆիրմայի հետ մշակեց դա ատոմակայանի մասնագետների հետ միասին եւ շատ օգնություն ցույց տրվեցին նաեւ տեխնոլոգիական տեսակետից ատոմակայանի մասնագետները եւ հատկապես կուզեի նշել այդ պարոն Մովսես Վարդանյանի, որ հետո նա գլխավոր ինժեներ էր աշխատում կարողացանք այս տրենաժորը ուրեմն մուլտիֆունկցիոնալի տրենաժորը կյանք մտցնել եւ անցարայից բայց բավականին երկար ժամանակ բայց դա միևնույնն է այդ դերը չէր կարող կատարել ինչ մեծամասշտաբ տրենաժորը ահա այստեղ 11-12 թվականներին Բուգոնիցեի Սլովակիայի ատոմակայանը փակվեց դուրս գրվեց նրա մեծամասշտաբ վարժասարքը այն չէր կարող փոխարինել այն ինչ մեր ատոմակայանի մեզ անհրաժեշտ է բայց ամենայն դեպս մի մասը մենք կարողացանք Սլովակիայի մասնագետների հետ բերել այն վիճակի, որ միայն մի մաս ընդամենը ռեակտորային արտադրամասը հնարավոր լինի շահագործել, դա տևեց մոտ 2-3 տարի եւ դա շատ հնացած էր, հաշվիչ տեխնիկաներ հնացած եւ օպերացիոն համակարգերը արդեն դա շահագործել չէ լինի եւ այստեղ է որ մեզ օգնության հասավ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտը եւ տեսան որ մենք երկարացնում ենք կյանքի տևողությունը եւ առանց տրենաժորի քանի որ խիստ մոդեռնիզացվել է ատոմային էլեկտրակայանը հետեւաբար խի անհրաժեշտությունը ավելի ու ավելի արդիականա դարձել ունենալ մեծամասշտաբ տրենաժոր եւ այս դեպքում նրանք մենք ստեղծվեց հայ-ամերիկյան համատեղ ծրագիր
ծրագրի մի կողմը հանդիսանում էր ամերիկյան կողմը, նրանք ընդրեցին իրենց մոտ կա միջազգային մագարտակով արժեք ունեցող եւ բավականին մեծ աշխատանք նրանք ներդրումներ ունեն տարբեր երկրի ատոմակայաններում, կոչվում է WSC կազմակերպություն, իսկ Հայաստանից ատոմակայանների շահագործման հայկական գիտազգական ինստիտուտը, որը կրճատում են Հայատոմ ինստիտուտը, միասին սկսեց մշակումները։ Մշակումների նաև որոշ աշխատանքների որոշ մասը ֆինանսավորվեց հատկապես հայկական կողմի ֆինանսավորումը, հայկական կողմի մասնագետների ֆինանսավորումը Հայատոմ կազմակերպվեց ուրեմն ատոմակայանի ֆինանսական աջակցությամբ, իսկ մնացածը էներգետիկայի ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի կողմից, որը ֆինանսավորեցին WS կազմակերպությանը։ Եվ այդ պրոյեկտը տևեց մոտ 2-2.5 տարի, անցած տարի ավարտվեց աշխատանքների մեծ մասը եւ սեպտեմբերի 16-ից մոտ 4 ամիս տևեց մինչեւ համալիր կարգաբերում եւ տրենաժորին կյանք մտցնելը ատոմակայանում։ Պետք է ասեմ, որ սա մեծ իրադարձություն էր ատոմային էներգետիկայի բնագավառում, որովհետեւ ես ասում եմ մեծամասշտաբ տրենաժոր, նա մեկի պետք է համապատասխանի ատոմային էլեկտրոկայանում գործող բլոկին, այսինքն երբ որ օպերատորը նստում է նրա դեմ եւ հանձնարարում է նրան ստեղծում են վտարային վիճակ եւ ասում են որ ինչ գործողություններ պետք է դու կատարես, նա պետք է տարբերություն չզգա, թե այն ռեալ գործողի շիտի վրա է ղեկավարման վահանակի վրա է նստած աշխատում, թե տրենաժորի այն տարբերությունը, որ այնտեղ իրականում ղեկավարման վահանի հետև աշխատում են բոլոր սարքավորումները ատոմակայանի, իսկ այստեղ նույն ղեկավարման վահանակն է, ես բարձ ասեմ, որպեսզի լսեն, հետևում գործում է մաթեմատիկան, ֆիզիկան, պրոցեսների ճիշտ մոդելավորումը, ծրագրային ապահովումը եւ այլն։ Պետք է ասեմ, որ շատ ծանր եւ մեծ ծրագրատեխնիկական համալիր էր, որը այսօր հանձնվել է ատոմային էլեկտրոկայանին արդեն նրա վրա դասեր են անցկացնում, բայց պետք է նշեմ, որ ինչպես բլոկը երբ որ թողարկվում է 2-3 տարի ուղեկցում են նրան թերությունների հայտ բերելու եւ շտկելու, նույնը պետք է կատարվի նաեւ ատոմային էլեկտրոկայանում, որովհետեւ կան առանձին ռեժիմներ, որը վերանայման կարիք ունի, նամանավանդ որ այս տրենաժորը մշակվել է մինչեւ 2022 թվականի տվյալներով, տվյալների բազան սառեցվել է եւ դրա հիման վրա այդ բազայի հիման վրա է ստեղծել այս տրենաժորը։ Իսկ տրենաժորը դա կենտանի օրգանիզմ է, որ պետք է ամեն տարի ինչպես գործող բլոկի, այնպես էլ տրենաժորի վրա, մեծամասշտաբ տրենաժորի վրա պետք է գումարներ ծախսվի եւ ինչ փոփոխություններ որ կա բլոկի վրա կատարված ռեալ իրականում այն տեղափոխվի տրենաժորի վրա։ Երեք ես այնտեղ մի փոքր ներկայացրել եմ այս ամենը եւ խնդրել ատոմակայանի ղեկավարությանը, որ իրենք այսուհետ մի քիչ այլ մոտեցում պետք է ձեռք բերեն, որ ամեն տարի ուշադրություն դարձվի առաջին, որ ունենան սպասարկող անձնակարգ, դա ատոմակայան բանի մեծամասշտաբ վարժասարքի համար սպասարկող անձնակազմ պետք է ունենան դա պարտադիր է եւ երկրորդ ամեն տարի պետք է գումարներ հատկացվի, որ անհրաժեշտ փոփոխությունները լինի։ Այո, այսօր այդ մեծ բացը փակված եմ ես համարում, դա իմ կարծիքն է, կարծում եմ տեխնիկական թեւ ատոմակայանի նույնպես, գիտի դա այսօր մեր ինստիտուտ են այցելելու նորից ուրեմն Ալիշա Դուկանի ինքը եւ ղեկավարած պատվիրակության անդամները քննարկելու մեր հետագա համագործակցությունը Միացյալ Նահանգների։ Պարոն Պետրոսյան, ուզում եմ անդրադառնանք նաև 1-2-3 այդ համաձայնագրին, որից Հայաստանը արդեն այսպես կարող է օգտվել, այդ իրավունքն է ստացել, թույլտվությունը։ Սա ենթադրում է նաև Հայաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներից օգտվել։ Սա ինչպիսի հնարավորություններ է տալիս մեզ։ Տեսեք թե ինչ է, այս մեծամասշտաբ վարժասարքը, որ մշակվեց հայ-ամերիկյան ծրագրով, այո, նրանք Հայաստանին, հատկապես Հայատոմ ինստիտուտին, հայկական մասնագետներին նպատակներից մեկն է տալ տեխնոլոգիա, այն տեխնոլոգիան, որի
հիման վրա, բազայի հիման վրա պետք է մշակել, ուրեմն ստեղծել այդպիսի տեխնիկա, այդ ծրագրատեխնիկական կոմպլեքսներ, ինչպիսին վարժասարքը։ Սա իրենք փոխանցել են մեզ դա օգնության կարգով, որը պետք է կիրառվի նաև կրթական համակարգում, պետք է ասեմ Հայաստանի պոլիտեխնիկական, ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Երևանի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի ֆակուլտետում, նաև մի քանի նշանակություն սա ունի, պետք է ուրեմն նախատեսել, ծրագրավորել, որ ժամանակ առ ժամանակ երիտասարդ կադրերն էլ հնարավորություն ունենան ինչ որ ժամանակ թեկուզ պրակտիկա անցնել այս վարժասարքի վրա։ Այո, սա կարևոր իրադարձություն է։ Շատ կարևոր եմ համարում, որ եթե ես վստահ կարող եմ ասել եւ բոլորը ինձ հետ համաձայն կլինեն, եթե այլ մասնագետներ միջազգային մագարտակով լսեն, եթե լիներ ժամանակին Չեռնոբիլյան RBMK բլոկներն ունենային մեծամասշտաբ վարժասարք եւ այն փորձարկումը, որ կատարվեց սառեցման ժամանակ բլոկի եւ նրանք գնում են կանգնեցման, դա կարել էլեմենտար անել վարժասարքի վրա եւ այդ ծանր առելի վտարը չունեցավ, որը նստեց ամբողջ աշխարհի վրա, ծանր նստեց եւ միլիարդավոր, ոչ թե միլիոններ, այլ միլիարդավոր դոլարներ ուրեմն ծախսվեց այդ վտարը վերացնելու համար եւ գովելի է այստեղ որ ամերիկյան կողմը մի այսպիսի մոտեցում ունի, որ ամեն ինչ պետք է անել անկախ որևէ բանից, թե որտեղ է գտնվում ատոմակայանը, որ այն շահագործի անվտանգ։ Հայաստանում թե որևէ տեղ եւ այլն։ Կփառք Աստծո, որ լավ հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ եւ ես արդեն 26 տարի այդ օգնությունը մենք զգում ենք եւ նրանք նպատակադրված ներդրումներ են կայացել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Պարոն Պետրոսյան, եւ մենք տեսնում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից մեծ ջանքեր ուրեմն քննարկելու ատոմակայան կառուցել Հայաստանում, քննարկելու իդեպ բոլոր տարբերակները, նրանք են նշում մասնավորապես, հայկական կողմը ի վերջո որ տարբերակը պիտի ընտրի, եթե հայտարարել ենք մոդուլյար ատոմակայաններ ունենալու մասին, ենթադրվում է, որ հայկական կողմը ամերիկյան տարբերակն է ընտրելու, ձեր գնահատմամբ, եթե ամփոփենք։ Ես այդպես ճիշտ ասած չասեցի, որ ամերիկյան կողմը, հայկական կողմը ամերիկյան տարբերակն է ընտրում, դեռ չենք ընտրում։ Ես ասում եմ, ձեր կարծիքով տարբերակը։ Բայց ճիշտ ասեմ ձեզ, տեսեք ինչ կա։ Հայկական կողմը Հայաստանին անհրաժեշտ է 600 մեգավատ զորությամբ, մոտավորապես, միջին հրոզորությամբ, ուրեմն ատոմակայան է անհրաժեշտ։ Մոդուլյարները կյանք դեռ չեն մտել, դեռ լիցենզավորված չեն, դեռ շնական։ Մեզ շատ անհրաժեշտ որ տեսնենք թե մի որևէ տեղ կառուցվել ինչպես է շահագործվում։ Այս տեսակետից մի տեսակետից եւ գաղտնիքիչ է որ փոքր մոդուլյար, եթե դնում ես 6 հատ, մոտավորապես հասնում ես քո նպատակին միջին հզորություն ունես, որը կարա 36 թվականից հետո ենթադրենք կանգնեցնենք մեր պրոյեկտը, փոխարինենք նրան։ Մյուս կողմից էլ մեր ցանկություններն է, որ մենք ուզում ենք, որ փորձարկված բլոկներ ներդրենք ատոմային էլեկտրոկայանում, ընդ որում ջրաջրային ջերմատարով աշխատող ռեակտորներ։ Մյուս կողմից նայենք ռուսական կողմին։ Այո, ռուսական կողմի 1200 մեգավատանոց բլոկները, որ իրենք առաջարկում են, դրանք արդեն փորձարկված են։ Ես կարող եմ ասել, որ շատ լավ բլոկներ են իրենք, շահագործվում են Ռուսաստանում, կառուցում են մի քանի երկրներ, Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոսում են նախատեսում կառուցել, Իրանում են նախատեսում կառուցել, դրանք արդեն փորձարկված բլոկներ են։ Եվ ռուսական կողմի առաջարկությունները, որ 1200 մեգավատ ներդնել ատոմա Հայաստանում, 600 մեգավատը օգտագործենք մենք 600 մեգավատ այդպիսի փորձեր կա, եւ տեսեք օրինակ մեր հարևան երկրում իրենք քանի բլոկ են կառուցում իրենց գումարներով, այն դաշտ են մտել, որ հետագայում իրենք իրացնեն այդ էլեկտրաէներգիան, իրենց ծախսերը հանելու եւ օգուտ ստանալու, ինչ կա, կարելի է նաեւ այդ տարբերակը լավ տարբերակ է, բայց այստեղ պետք է դնենք իրար կողքի, այստեղ նշանակություն ունի, թե ինչ գնով է գինը նշանակություն ունի, թե 1 կիլովատի արժեքն ինչ է եւ տարբեր հարցեր նաեւ այդ թվում քաղաքական մեծ խնդիր է դա, որը մեր իրավասությունների դաշտից դուրս է, մասնագետների իրավասության դաշտից, կարող եմ ասել, որ դուշտ է կարծում եմ, որ այդ թեմայում ես շրջանցում եմ, չեմ ուզում դրա շուրջ խոսել,
դա մասնագիտականների շրջանագիր դուրս է։ Այստեղ է որովհետև ցանկացած երկիր, որ կառուցում է ատոմակայան, նամանավանդ հիմա ատոմակայանները մոտ 80 տարվա կյանք ունեն, 70-80, հնարավոր է այն նաև երկարացնել, դա սերունդների համար է արդեն, նոր սերունդների համար է դա ատոմակայանը, որ պետք է մոտ 80-90 տարի շահգործվի։ Եվ այստեղ մեր արդեն կառավարությունը, մեր արտաքին գործերը, քաղաքականությունը մրշակեն եւ իրենք որոշում կայացնեն, պետք է որ մեր մասնակիցները, մեր կողմը ճիշտ հրամցնի կառավարությանը, ճիշտ կողմնորոշվի, որովհետեւ իրենք էլ կարողանան իրենց որոշումն անեն։ Իսկ այդ ճիշտ կողմնորոշման հարցը դեռևս որոշված չէ հայկական կողմից։ Շնորհակալ եմ պարոն Պետրոսյան զրույցի համար։ Հիշեցնեմ զրուցում է ատոմային էլեկտրակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։